Արմավիր խոշորացված համայնքի Սարդարապատ բնակավայրի և հարակից բնակավայրերի սիրելի քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք այս քարոզարշավին եկել ենք մի շարք լավ ու կարևոր լուրերով ու նորություններով։ Ընդ որում այդ լավ լուրերը արժևորվում են հատկապես նրանով, երբ հաշվի ենք առնում, թե վերջին տարիներին մենք ինչերի միջով ենք անցել։ Շատ մեծ բարդությունների միջով ենք անցել և այսօր մենք ունենք նշանակալի արդյունքներ։ Մենք նոր կողքը ճիշտ անունը չհասրեցի արձանագրեմ Կարենի մոտ էինք հաց էր դրած սեղանին, շնորհակալ ենք, մեծ պատիվ է մեզ համար և սեղանի շուրջը քաղաքացիներից մեկը երեխաներ էին կանգնած, ասաց, որ այս երեխաների ապագայի պատասխանատվությունը քո վրա է, նկատի ունենալով ինձ, և ես դա ընդունում եմ, ես մի շատ կարևոր բան եմ ուզում ասել այդ առիթով։ 2021 թվականին այդ ծանր իրավիճակում մենք եկանք նախընտրական քարոզարշավի, հիշում եք ինչ պայմաններում ընտրությունները տեղի ունեցան, մենք նախաձեռնեցինք արտահերթ խորհրդանական ընտրություններ, որպեսզի ժողովրդին դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տանք, և այն ժամանակ մենք ձեզ ասացինք ապագա կա, և դուք հավատացիք մեզ, և այսօր այդ մեր խոսակցությանը ի շարունակություն երեխաների ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվության մասով, ես ուզում եմ հետևյալը ասել, որ մենք երեխաների ապագայի համար այսօր շատ մեծ հեռանկարներ ենք բացել, ահա թե ինչու։ Ես այս միտքը մի քանի տեղել եմ ասել, նախկինում, նաև տարիներ առաջ, մինչև այս փոփոխությունները տեղ կհասներ, յուրաքանչյուր երեխա, որ Հայաստանի Հանրապետությունում ծնվում էր, ինքը ծնվելու պահից իր ուսերին էր դրվում պատմական, հազարամյա, չլուծված պրոբլեմների ու խնդիրների մի մեծ բեռ։ Ամեն ծնված երեխայի ուսերին էր դնում պատմական թնջուկների մի մեծ հանգույց։ Ամենակարևոր բանը, որ տեղի է ունեցել մեր իրականության մեջ, և որի առիթով ես ուզում եմ ձեզ բոլորիդ և մեզ բոլորիս շնորհավորել, և սա շատ բարդ և միևնույն ժամանակ շատ կարևոր հանգրվան է։ Այդ շնորհավորելու առիթը այն է, որ մենք մեր երեխաներին, ահա այս նոր սերնդին հնարավորություն ենք տվել, իմանալով սեփական պատմությունը, հավատարիմ մնալով սեփական պատմությանը, դասեր քաղելով սեփական պատմությունից, հավատարիմ մնալով սեփական արժեքներին, ազգային պետական արժեքներին և ինքնությանը, հնարավորություն ենք տվել նոր կյանք սկսել նոր էջից, և դա ամենակարևոր նորությունն է, որ տեղի է ունեցել մեր երեխաների կյանքում և մեր երեխաների պատմության մեջ։ Մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի մեր երեխաները բոլորովին նոր պետության մեջ, բոլորովին նոր կյանքով ապրեն, ունենալով բոլորովին նոր օրակարգեր և ունենալով հասանելիություն իրական պետությանը, իրական անկախությանը, իրական կյանքին, իրական բարեկեցությանը, իրական անվտանգությանը, և մենք նոր էջ ենք բացել մեր պետության և ժողովրդի պատմության մեջ, և այդ էջը առաջին հերթին նրա մասին է, որ մենք այլևս թույլ չենք տալու, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, ուրիշները մեր սերունդներին օգտագործեն ուրիշների դեմ
եւ օգտագործելուց հետո դեն շպրտեն։ Ես շատ մտածում եմ այս նախընտրական քարոզարշավի ինձ համար ամենազարմանալի բանը երեխաների ակտիվությունն է։ Առաջին փետրվարից, երբ որ մենք սկսեցինք հանրապետությունում շրջել, ասենք առաջին ճամփորդություններից մենք զգացինք երեխաներ, մեր շուրջը երեխաներ, սկզբից մեզ թվում էր, թե ասենք դա որևէ կոնկրետ քաղաքի ինչ որ իրադարձություն է, ինչ որ կոնկրետ բանի հետ կապված, բայց մինչև այսօր նախընտրական այս process-ի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ երեխաների մասնակցությունը գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնում։ Եվ ինձ համար սա շատ սիմվոլիկ է եւ հարց է, թե ինչու են երեխաները այսքան ակտիվ մասնակցում։ Իմ կարծիքով նրանք գուցե շատ չեն խորանում քաղաքական մանրամասնությունների եւ նրբությունների մեջ, բայց առնվազն իմ գնահատմամբ երեխաները հենց ինտուիտիվ դա են զգում, որ իրենց համար, իրենց եւ հետագա սերունդների համար նոր կյանք է ստեղծվում, նոր փուլ է բացվում, նոր հնարավորություններ են բացվում եւ մենք այսօր պարտավոր ենք այս հնարավորությունը օգտագործել եւ այդ հնարավորությունը ամրացված փոխանցել սերնդեսերունդ։ Իրականում մեր այսօրվա իրականության մեջ հետեւյալն է փոխվել։ Մեր պատմության մեջ, այդ թվում անկախության պատմության մեջ, նախորդող շրջանի պատմության մեջ մենք միշտ մեր պլանավորումը եղել է կարճաժամկետ։ Մեր խոսքի մեջ է, չէ՞, բանը նոր տարին անցնի, սփխեչը անցնի, տոները անցնի։ Դա գիտեք ինչից է, որովհետև մենք ինտուիտիվ միշտ երկար հեռանկարի պատկերացում չենք ունենում, որովհետև այդ երկար հեռանկարի մեջ երբեք վստահություն չենք ունեցել։ Մեր տեսադաշտը, մեր պլանավորման հորիզոնը միշտ է եղել։ Նոր տարի անցնի, սփխեչը կլինի, չգիտեմ, զատիկը կլինի եւ այլն եւ այլն։ Այսօր ես ուզում եմ եկել եմ ձեզ ասելու, որ մենք այս կարճաժամկետ հորիզոնն ենք հաղթահարել։ Հիմա մեր ընկալումները եւ մեր ինտուիտիվ պլանավորումը ոչ թե մի տարվա է, ոչ թե 5 տարվա է, ոչ թե 20 տարվա է, մենք այլևս մեր հեռանկարներին պետք է նայենք 50 տարով, 100 տարով, 500 տարով, 1000 տարով, եւ սա է Հայաստանի Հանրապետության հարատեվության օրակարգը։ Մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ հենց դա է փոխվել մեր իրականության մեջ։ Մենք որդեգրում ենք Հայաստանի պետականության հարատեվության օրակարգը եւ պետությունը ավելի անկախ, ավելի ուժեղ, ավելի զարգացած, ավելի անվտանգ, ավելի անկախ, ավելի բարեկեցիկ, ավելի ազատ մենք պետք է փոխանցենք երեխաների սերունդին։ Երեխաների սերունդը պետք է փոխանցի հաջորդ սերնդին եւ այստեղ տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակներով երկիր մոլորակի վրա պետք է լինի, գոյություն ունենա, ապրի, զարգանա եւ բարգավաճի Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան եւ անվտանգ պետություն։ Բայց մեր իրականության մեջ մեկ ուրիշ բան նույնպես փոխվել է, որովհետև մենք ամեն անգամ ասել ենք, որ երևի ինչ որ մի ժամանակ հետո լավ կլինի։ Անընդհատ մեզ ենթագիտակցորեն պատրաստել ենք նրան, որ այսօր պետքա վատը լինի, որպեսզի վաղը լավը լինի։ Մենք այս տրամաբանությանն էլ ենք դեմ։ Եվ այս է պատճառը, որ մենք այսօր ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է կամ նվազագույն սպառողական զամբյուղը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուն շատ թե քիչ մարդավարի կկարողանա իր թոշակով ծայրը ծայրին հասցնել։ Չեմ ասում ճոխ ապրի, բայց կկարողանա ծայրը ծայրին հասցնել։ Ես չեմ համարում, որ դա մեր երազանքների գագաթն է, որ այ մենք եկել ենք միտեղ, որ թոշակառուն ծայրը ծայրին կարա հասցնի, եւ մենք ասում ենք դե վերջ, մենք մեր անելիքը ավարտեցինք։
բայց որպես ես հարգարվանի արժեքը գնահատենք, մենք պետք է վերադառնանք 2018 թվական եւ արձանագրենք, որ 2018 թվականին Հայաստանում նվազագույն թոշակը հիշում եք ինչքան է եղել ժողովուրդ 16000 դրամ է եղել նվազագույն թոշակը հեղափոխությունը երբ որ եղել է մենք առաջին իսկ հնարավորության դեպքում 2019 թվականին նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 32000 դրամ 32000 դրամ հետո մենք տեսել ենք որ չնայած թոշակը կրկնակի ավելացրել ենք կրկնակի ավելացրել նույնիսկ այդ կրկնակի ավելացրած թոշակը բավարար չի որ թոշակառուն իր մի ամսվա նվազագույն սնունդը ապահովի նույնիսկ կրկնապատկվածը դրանից հետո միայն 2022 թվականին մենք նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 36000 դրամ համապատասխանեցնելով նվազագույն պարենային զամբյուղի այսինքն մենք հասցրել ենք մի կետի որ թոշակառուն նվազագույն թոշակով կարողանա նվազագույն սնունդը մի ամսվա ընթացքում ապահովի եւ մենք սա արդեն եղել է դարակազմիկ փոփոխություն բայց մենք 2021 թվականի ընտրություններում խոստացել էինք որ նվազագույն պարենային զամբյուղին համապատասխան կլինի միջին կենսաթոշակը եւ մենք այսօր արդեն միջին կենսաթոշակը ավելին է քան նվազագույն սպառողական զամբյուղը ինչը նշանակում է որ թոշակառուն մի ամսվա թոշակով կարող է ոչ միայն իր սննդի նվազագույնը ապահովել այլև օրինակ տարին կարա մի զույգ կոշիկ էլ առնի կարա իր կոտրած բաժակը փոխարինի նոր բաժակով եւ այլն եւ մանր այլ հարցեր լուծի սա կարևոր ու պատմական հանգրվան է ինչքան էլ սա վերջնական հանգրվանը չէ եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա որ 2018 թվականի համեմատ մենք նվազագույն կենսաթոշակը երապատկել ենք եւ սա շատ կարևոր հանգրվան է բայց մենք հիմա ուրիշ բան ենք ասում ենք մենք ուրախ ենք որ նվազագույն սպառողական զամբյուղը ավելի ցածր է քան միջին կենսաթոշակը եթե հաշվի առնենք նաեւ անկախիկ առևտրի հետ վճարը ու մենք ասում ենք մենք պետք է նախ ապահովենք որ սա լինի նվազագույն վիճակը նվազագույն այսինքն մենք գիտենք որ գնաճը անխուսափելի է մեկը գնաճը ոչ մեկ չի կարա խուսափի ու հիմա մենք մեր նախընտրական ծրագրում կետ ենք ներառել որ եթե այն պահին երբ որ գնաճի բերումով մեր փաստացի միջին կենսաթոշակը ավելի ցածր կլինի կցածրանա սպառողական զամբյուղից մենք առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք որպեսզի այս ֆիքսված պատմական հանգրվանը մենք չկորցնենք հաջորդ մի նրբություն էլ կա ժողովուրդ մենք ներդրեցինք 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համապարփակ ապահովագրության համակարգը եւ այսօր մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաները առողջության ապահովագրություն են ստանում պետական բյուջեի հաշվին 65+ տարեկան բոլոր թոշակառուները առողջության ապահովագրություն են ստանում պետական բյուջեի հաշվին 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացողները իրանց վճարումներով ներառում են առողջության ապահովագրության համակարգի մեջ բայց 65+ տարիքի թոշակառուները այսօր պետական բյուջեի վճարումներով ստանում են այնպիսի առողջապահական ծառայություններ որ նախկինում իրենց պարզապես չէին կարող թույլ տալ տասնյակ եւ հարյուրավոր թոշակառուներ ենթարկվում են վիրահատությունների որ արժի 5 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ, 500,000 դրամ նախկինում ես մարդիկ ինչ պետք է անեն կամ պետք է չանեին կամ էլ պետք է տուն գրավի տակ դնեին կամ պետք է վարկ վերցնեին հետո այդ վարկը չկարողանային փակեին եւ հիմա մենք եկել ենք ձեզ ասելու մեր սիրելի թոշակառուներ 65+ տարեկան որ ձեր պետությունը
ձեր կողքին կանգնած է։ Բայց այստեղ ես շատ կարևոր եմ համարում ոչ միայն հենց թոշակառուների, այլև նրանց զավակների իրավիճակը, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ էլ մի մտավախություն ունի, մի հետին ենթագիտակցորեն լարվածություն ունի, ասում եմ, բա որ ծնողս առողջական խնդիր ունեցավ, ես ինչ եմ անելու, ես ոնց եմ այդ հարցը լուծելու։ Հիմա այդ հարցը ունի հստակ պատասխան։ Այդ հարցը լուծելու է ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որի հպարտ, ուժեղ եւ արժանապատիվ քաղաքացին եք դուք։ Երեխաների ապագան ապահովելու մասով այսօր մենք մինչև տարվա վերջ կավարտենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը։ Եվ ուզում եմ ասել, որ հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանում զարգացման եւ կապիտալ շինարարությունների ծավալով մենք շատ մոտենում ենք, եթե առնվազն չենք մոտեցել եւ անցել խորհրդային միության տարիներին։ Այսօր օրինակ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում կառուցվում է հենց հիմա Հայաստանի պատմության ընթացքում կառուցված ամենաերկար կամուրջը 720 մետր երկարությամբ կամուրջ է կառուցվում Ագարակ Քաջարյան ճանապարհին։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում, հայ ժողովրդի Հայաստանի պատմության ընթացքում մենք երբեք 720 մետրանոց կամուրջ չենք ունեցել։ Եվ մենք այդ կամուրջը այսօր ի վիճակի ենք որպես պետություն մեզ թույլ տալ։ Այսօր հյուսիս հարավի աշտարակ Գյումրի հատվածն է շահագործման հանձնվել, շուտով Ագարակ Քաջարյան հատվածը շահագործման կհանձնվի, շուտով կսկսվի Քաջարյանի թունելի շինարարությունը, Քաջարյան Սիսյան հատվածի շինարարությունը, եւ նաեւ մենք ուզում եմ ասել, որ խորհրդային միության տարիներին շատ շինարարություն է եղել, այդ թվում դպրոցներ են կառուցել, բայց այնպիսի որակի դպրոցներ, ինչպիսին մենք ենք այսօր կառուցում, խորհրդային միության տարիներին այդ որակի դպրոց չի եղել, գոյություն չի ունեցել, եւ այն դպրոցները, որոնք մենք կառուցում են, աննախադեպ են հայ ժողովրդի ողջ հազարամյա պատմության ընթացքում, հայ ժողովրդի երեխաները առաջին անգամ մեր հազարամյա պատմության մեջ ունեն հնարավորություն գնալ այսպիսի դպրոցներ։ Մենք այսօր 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Տասնյակ գյուղերում պատմության ընթացքում երբեք ու երբեք մանկապարտեզ գոյություն չի ունեցել։ Մենք այդ գյուղերում մանկապարտեզներ ենք ստեղծում։ Տասնյակ գյուղերում մանկապարտեզները անկախության առաջին օրերից փակված են եղել։ Մենք այդ մանկապարտեզները հիմնանորոգում ու վերաբացում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես եւ ինչի հաշվին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միայն հեղափոխության շնորհիվ, այսինքն սա այն գումարն է, որ հեղափոխություն չլինելու դեպքում չէր մտնի պետական բյուջե, միայն հեղափոխության շնորհիվ 6.6 միլիարդ դոլար մոտ գործել պետական բյուջե, 18 թվականից մինչև 25 թվականը ներառյալ, 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար, սա այն գումարն է, որ նախկինում գնում էր Քոչարյանա-Սերժական կլանի օլիգարխների Կարապետյանը Ծառուկյանական օլիգարխիայի գրպանը։ Մենք հեղափոխությամբ եկանք եւ այդ փողերի գետերը ծռեցինք դեպի պետական բյուջե, այսինքն ի բարօրություն մեր ժողովրդի եւ ուղիղ այդ գումարներից մոտ 3.5 միլիարդը մենք տարբեր ծրագրերով 2018 թվականից վերադարձրել ենք եւ վերադարձնում ենք ժողովրդին։ Սկսած նրանից, որ նույն Արմավիրի մարզում ոնց ենք վերադարձրել, նույն Արմավիրի մարզում 2018 թվականից մինչև հիմա շուրջ 6000 հեկտար ինտենսիվ այգի է ստեղծվել։ Այդ բոլոր ինտենսիվ այգիները օգտվել են մեր սուբսիդավորման ծրագրերից։ Այդ գումարը 6.6 միլիարդից է։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում պետությունը երեխայի միջև 6 տարեկան դառնալը 50,000 ամեն ամիս աջակցություն է ցույց տալիս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային։
դա այդ 6.6 միլիարդ դոլարի հաշվին է։ Թոշակների բարձրացումը, ուսուցիչների աշխատավարձների բարձրացումը, զինվորականների աշխատավարձի բարձրացումը։ Այսօր մենք բանակում պաշտպան հայրենիաց ծրագիր ենք ներդրել։ Սա գիտեք ինչ է։ 18 տարեկան զինվորը գնում 6 ամիս պատրաստությունից հետո դառնում է պայմանագրային եւ ամսական ստանում է 300-ից 600,000 դրամ։ Եվ գիշերները մարտական հերթապահությունից դուրս գրում է իրանց տանն է քնում։ Եվ եթե նախկինում զինվորի ծնողը պետքա իր արաներ կոպեկ, սննդի ու չգիտեմ ծխախոտի ու չգիտեմ ինչի փող ուղարկեր իր զինվորին, այսօր զինվորը իր ծնողների տունն է պահում, իր հայրական օջախն է պահում ու շենացնում։ Սա այդ 6.6 միլիարդ դոլարի հաշվին է։ Ես ուզում եմ նաև ձեզ ասել, որ օրինակ 2021 թվականին ես հունիսին այդ մասին խոսացի, սեպտեմբերին արդեն Հայաստանի Հանրապետությունը պետական բաժնեմասուներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 2018-ից մինչև 2026 թվականը 25-ի վերջը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ վճարում է արել պետական բյուջե, քան նախորդող 8 տարվա ընթացքում 300 միլիարդ։ Այս գումարը նախկինում գնում էր Քոչարյան Սերժա Ծառուկյանը կալուգացիների գրպանը։ Մենք այդ բոլոր գումարները ուղղել ենք պետական բյուջե, այդ գումարները դառնում են ճանապարհներ, դառնում են փողոցներ, տասնյակ փողոցներ հանրապետության գյուղերում, որոնք բացի ցեխից իրանց գոյության ողջ ընթացքում չեն տեսել, սալիկապատվում են։ Ես այսօր նայում եմ մենք մենակ Արմավիրի մարզում 2018 թվականից այսքոմ մոտ 400 կիլոմետր ճանապարհ ենք սարքել սուբվենցիոն ծրագրերով եւ նաեւ ուղիղ ֆինանսավորմամբ։ Մենք այսօր Արմավիրում 40 դպրոցի եւ 70 մանկապարտեզի կառուցման ծրագիր ենք իրականացնում։ Ընդ որում 6 դպրոց եւ 12 մանկապարտեզը արդեն իսկ շահագործման է հանձնված, ներառյալ Սարդարապատի մանկապարտեզը բացել ենք աշխատում է, դպրոցը վերանորոգման մեջ է։ Սա այդ 6.6 միլիարդ դրամից է, դոլարից է։ Մեզ քննադատում են, ասում են դուք ապօրինի գույքը չեք վերադարձրել, մենք միլիարդների ապօրինի գույք ենք վերադարձրել։ Պարզ օրինակ, կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը այսօր դե ֆակտո պետական սեփականությունն է եւ առաջիկա ամիսներին դե յուրե կդառնա պետական սեփականություն։ Դա ապօրինի վերադարձված գույք է։ Եվ այդ մարդիկ իրանց անվանում են բարեգործ։ Այդ մարդիկ նույն կալուգացի օլիգարխը, հասկանում եք, մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող գրել, գրպանը դրել, զորամասի վրա, բանակի վրա ավել փող դրել, գրպանը դրել, պետական հիմնարկների վրա ավել փող դրել, գրպանը դրել, քաղաքացիների վրա ավել փող դրել, գրպանը դրել։ Այսօր մարդ չկա, որոնցից իրանք գողացած չլնեն, եւ այդ գողացածի 0.5%-ը իրանք բարեգործություն ներկայացնելով ուզում են տակից դուրս գան։ Մենք ասում ենք ոչ, դուք բարեգործություն չեմ, մենք ձեր գողացածի 100% ինչպես վերադարձնել, այնպես էլ շարունակելու ենք վերադարձնել եւ ձեր գողացածը շարունակելու է դառնալ դպրոց, մանկապարտեզ։ Մենք սահմանամերձ գյուղերում այսօր 3400 տուն ենք կառուցում։ Տասնյակ սահմանամերձ գյուղերում անկախությունից ի վեր մի հատիկ տուն չի կառուցվել, մի հատիկ տուն։ Այսօր սահմանամերձ գյուղերում պետության հաշվին, պետական բյուջեի հաշվին 3400 տուն է կառուցվում եւ դրանով մեր սահմանն է ուժեղացվում։ Այսօր ֆինանսների նախկին նախարարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապօրինի ձեռքբերված տունը վաճառված է եւ գումարի 70%-ը գործընթաց է գրվում կփոխանցվի Հայաստանի պետական բյուջե։ Ինչու 70%-ը, որովհետեւ իրանց օրենքներով որոշակի պահումներ կան, ընդհանցակարգեր կան։ Հաջորդը ընդամենը վերջերս Ծառուկյանի ընտանիքի անդամ
Փեսա Կարապետ Գուլոյանի հսկայական դղյակը, որը ապօրինի ձեռքաբերվել ոչ թե իրանց, այլևս պետության, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, եւ մենք կնայենք առաջիկայում այդ դղյակում արդեն գուցե թե լինի ծերանոց, գուցե թե լինի սոցիալական որևէ նշանակություն ունեցող օբյեկտ, բայց կարևորն է նա, որ այն այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, գրանցված դե յուրե վերջնական եւ անպեկանելի, եւ այս կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս ընթացքում մենք տասնյակ հազարավոր հեկտարներ անտառներ ենք վերադարձրել պետությանը, Հայաստանի Հանրապետությանը, հազարավոր հեկտարներով զբոսայգիներ ենք վերադարձրել, երեխաներին ենք վերադարձրել հազարավոր հեկտարներով զբոսայգիներ եւ այդպես շարունակ, եւ այս process-ը անկասելիորեն շարունակվելու է հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Բայց ժողովուրդ, այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր լուրը ի վերջո այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված է խաղաղություն, եւ ես շնորհավորում եմ ձեզ այդ առիթով։ Վերջին 2 տարում, արդեն ավելի քան 2 տարի, Հայաստանի սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր, եւ մեր խաղաղությունը այսօր իրական է։ Շատերն են կասկածի տակ դնում, ասելով թե ինչքանով է իրական այդ խաղաղությունը, բայց ես մեր 9 ամսական խաղաղությունը համատում եմ 9 ամսական երեխայի հետ, որովհետև 9 ամսական երեխան որ ծնվել է եւ 9 ամսականը նա կա, նա իրական է, նա մարդ է, նա անհատ է, ավելին այն ընտանիքում որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, այդ երեխան այդ ընտանիքի ուրախությունն ու երջանկությունն է։ Այդպիսին է նաև մեր խաղաղությունը, եւ ես ասում եմ, որ մենք փետրվարի վերջին նստեցինք ուրախ ավտոբուսը, ճամփորդեցինք, ահա 2 ամիս ճամփորդում ենք, եւ 2 ամիս ճամփորդելու արդյունքում մենք այսօր տեսնում ենք, որ հասել ենք ուրախ Հայաստան, եւ Հայաստանի այս ուրախությունը շնորհավորում եմ, այս Հայաստանի ուրախությունը, երջանկությունը պատճառում մեզ, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս ուրախությունը, այս տրամադրությունը չհեռանա Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ դուք բոլորը արժանի եք ապրել ուրախ եւ խաղաղ երկրում, զարգացած եւ բարեկեցիկ երկրում, եւ այդպես էլ պետք է լինի։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ մեկ այլ զուգահեռ նույնպես ունի։ Եթե մենք հոգ չտանենք 9 ամսական երեխայի մասին, նա չի ապրի, նա ոտքի չի կանգնի։ Այդպես էլ 9 ամսական խաղաղությունն է, եթե մենք նրա մասին հոգ չտանենք, նա չի ապրի, նա ոտքի չի կանգնի։ Եվ հետևաբար մեր առաջիկա ընտրությունների ամենամեծ անելիքը հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր եւ պետքա տեր կանգնի խաղաղությանը եւ պետքա տեր կանգնի խաղաղությանը։ Դրա համար դուք պետքա մեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հնարավորություն տաք խաղաղության օրակարգը տանել եւ հասնել միջև վերջ։ Այսօր ամեն տեսակ քստմնելի ստերով լկտի ստերով ուզում են ձեզ շեղել սորակարգից, ուզում են միլիոնավոր գումարներ են դնում Հայաստանի քաղաքացիներին համոզելու, թե քաղաքացիական պայմանագրի եւ Փաշինյանի վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցի է վերադառնալու Հայաստան։ Այդպիսի հարց չի եղել եւ չկա, եւ կալուգացի օլիգարխը միլիոններ է ծախսում, որ այդ հարցը դարձնի քաղաքական հարց Հայաստանի Հանրապետություն, եւ սա լրտեսի, եւ սա գործակալի գործելակերպ է։ Իսկ եթե պիտի խոսենք վերադարձի մասին, ժողովուրդ ջան, 2025 թվականը մեր պատմության առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ավելին է,
քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այդ թվում խաղաղության շնորհիվ մեզ ի վերջո հաջողվել է ոչ միայն կանգնեցնել արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից, այլև սկսել ներգաղթ Հայաստանի Հանրապետություն 90-ականներին եւ նախկինում հեռացած քաղաքացիների, եւ սա մի առիթ է, որով ես ուզում եմ շնորհավորել բոլորիս։ Եվ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում պետք է գնալ ընտրական տեղամաս։ Եվ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Սարդարապատին, Արմավիր խոշորացված համայնքին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար